Եվ վերջապես, 5-րդ մասը. ինչպես են այս ամենն օգտագործում կատարյալ օճառ ստեղծելու համար։ Լավագույն արդյունքի հասնելու համար ստեղծողները շատ մանրակրկիտ են ընտրում բաղադրիչները։ Նրանք ունեն հստակ թիրախներ։ Օրինակ, կոկոսի յուղն ընտրում են նրա հարուստ, փրփուրի և հզոր մաքրողուժի համար։ Ձիթապտղի յուղը մաշկսկվալենով խորը խոնավեցնելու համար։ Ավելացնում են նաև խաղողի կորիզի և թուրինջի յուղեր, որոնք էլ մաքրում են ծակոտիները, սպանում բակտերիաները և նույնիսկ բարձրացնում կոլագենի մակարդակը։ Ամեն մի կաթիլն այստեղ ունի իր հստակ գիտական հիմնավորումը, պատահական ոչինչ չկա։ Ինչպես տեսնում եք, օճառ պատրաստելը պարզապես տնային պայմաններում տարբեր յուղեր իրար խառնելը չէ, ոնց որ շատերն են մտածում։ Սա խիստ ճշգրիտ մաթեմատիկական բաղադրատոմս է։ Նպատակն է ապահովել, ասենք, 40 միավորի հասնող հատուկ կարծրություն, միաժամանակ չկորցնելով մաքրելու հզորությունը։ Ու այս իդեալական բալանսին հնարավոր է հասնել միայն այսպիսի միլիգրամների ճշտությամբ հաշվարկված տոկոսային հարաբերակցությամբ։ Բայց արի ուտես, որ այստեղ միայն գիտություն չէ, այլև տնտեսագիտություն։ Խելացի վերահսկելով այս բարդ քիմիական ընտրությունները, օրինակ, անիմաստ մեծ փրփուր ստանալու համար գերթանկարժեք բաղադրիչներ չօգտագործելով, արտադրողները կարողանում են պահպանել բավականին ցածր ինքնարժեք։ Այս կոնկրետ դեպքում դա ընդամենը $1.95 է։ Արդյունքում, 1 կտոր օճառի վաճառքից ստացվող զուտ շահույթը հասնում է $2.30։ Կարծում եմ կհամաձայնեք, որ սա փայլուն ապացույց է, թե ինչպես է խելացի քիմիան հանգեցնում շատ խելացի ու կայուն բիզնեսին։ Դե ինչ, այսքանից հետո ինձ մոտ մի հարց է ծագում։ Հաջորդ անգամ, երբ դուք կմոտենաք լվացարանին ու կվերցնեք օճառի այդ բուրավետ կտորը, արդյոք ձեր ձեռքերում կտեսնեք պարզապես մի սովորական իր, թե կգիտակցեք, որ դա իրականում քիմիական ճարտարագիտության իսկական գլուխգործոց է։ Համենայն դեպս ինձ սա ստիպում է շատ ավելի հարգանքով վերաբերվել այն անտեսանելի գիտությանն ու հազարամյակների պատմությանը, որը մենք ամեն օր պահում ենք մեր ափերում։ Շնորհակալություն մեզ միանալու համար, հուսով եմ այս վերլուծական թողարկումը մի փոքր նոր գույն հաղորդեց ձեր առօրյա սովորություններին։ Մինչ նոր հանդիպում։